մեզ տվել են աջակցություն, ովքեր մեզ տվել են աջակցություն, ձեր գոլեգաները չեն թողում։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում Չէ, ով որ ցանկություն ունենա, մենք պատրաստ ենք հանդիպել, այսինքն չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնենք, կհանդիպենք, կքննարկենք այսօր շատ թեժ, հետաքրքիր եւ կարելի ասել ինտենսիվ հանդիպում ենք ունեցել, փակ հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր մեզ վստահություն են տվել եւ հետագայում հնարավորություն կունենանք եւս այդպիսի հանդիպում ունենանք, ով ցանկություն ունի, ով մեզ վստահություն է տվել, ազատ է, կարող է գալ, քննարկենք իրար։ Պարոն Կարապետյան, իսկ հանդիպումները մի վայր ընթացքում պետք է քննարկվի մանդատները վերցնել չվերցնելու հարցը։ Դա ինչպեսին է նաև ձեր հանդիպան եկած քաղաքացիների մեծամասնություն ինչ տրամադրվածություն ուներ։ Տեսեք, հանդիպումը փակ ֆորմատով էր, բայց հիմնականում մարդկանց երկու բևեռային կարծիք կար։ Մի մասը մարդկանց կարծում էր, որ պետք է օրենսդիրով քայլեր անել, բոլորի նպատակը մեկն էր՝ իշխանության փոփոխություն։ Բոլորի նպատակը նա էր, որ ընտրակեղծիքներով իշխանություն պահել ցանկացող իշխանությանը պետք է հնարավորություն չտանք վերարտադրվի։ Բայց գործիքակազմերի տարբերության մասին էինք խոսում։ Ընդհանուր տրամաբանություններ գտանք, բայց պետք է աշխատենք եւս, որ մեր հայրենակիցների վստահությունը կարողանանք արդարացնենք։ Մի բան եմ ուզում ասել, մենք նոր ենք քաղաքականության մեջ եւ ցանկանում ենք մեր բոլոր այն մարդկանց, ովքեր վստահություն են մեզ տվել, իրենց համար, իրենց բավարարող, մեծի մասամբ չեմ կարող ասել 100%-ի բավարարող լուծում գտնել, որ նաեւ կբերի մեր երկրում մեծ փոփոխության մեր երկրում։ Պարոն Կարապետյան, մի վարք մենք էլ էլի հարցեր տանք, հարցազրույցի չվերածենք։ Պարոն Կարապետյան, ի վերջո հանդիպումները միայն քաղաքացիների հետ են, ինչ կփոխանցեք մեզ քաղաքական ուժերի հետ, դուք հարցը կտասնարեք, քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, ինչ քննարկումներ են եղել այս ընթացքում եւ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո ինչ կոնկրետ պայմանավորվածություններ ունեք, որ այս պահին կներկայացնեք։ Տեղի ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, իրենց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք, մտածում ենք այն ռազմավարությունը, որ հետագան պետք է ունենանք։ Արտախորհրդարանական ուժերի չէի ուզենա ասել, ով որ վերջնական համաձայնության կգանք, հիմնական հարցը փոշիացման դեմ պայքարն է։ Ապագայում փոշիացումը բերել է այսօր այն խնդրի, որ իշխանությունը ունենալով 50% մինուս ձայն, այսինքն 49% մեծամասնության ձայն չունենալով, իշխանությունը փորձում է հնարավորություն գտնել վերարտադրվել։ Այդ օրենսդրական մեխանիզմներով անվտանգային այդ աղետները, որոնք մատնանշել եք, կկարողանաք հաղթահարել ըստ ձեզ։ Հանրաքվե առանց այսօր հանրաքվե իշխանությունը չի կարողանա անել։ Այսօր արդեն չի կարողանա, բայց եթե Սահմանադրական դատարանը գտնվի դատական Հայաստանում օրենքի, իրավունքի, գերակայության, տրամաբանության մեջ, մենք հնարավորություն ենք ունենալու նաև 3/5 սահմանափակումը կիրառել իշխանության դեմ եւ այդ պարագայում շատ են սահմանափակված լինելու իշխանության հնարավորությունները։ Քաղաքական առաջնորդներին իզոլացնեն։ Իզոլացնում են տասնյակ ցուցակի գրեթե բոլոր անդամներին փորձում են իզոլացնել։ Դա պայքար է։ Պարոն Կարապետյան, կներեք, Պարոն Կարապետյան, այսօրվա հանդիպման հետ կապված կա այսպիսի մեկնաբանություն, որ դուք արդեն ունեք ձեր գրպանում մանդատները վերցնելու որոշումը եւ հիմա դա փորձում եք նետել քաղաքացիների գրպանը, ասեք քաղաքացիներն են դա ուզում, կա նման բան, թե չէ, դուք ունեք նման որոշում։ Տեսեք, առաջի օրը ընտրությունների հաջորդող օրերը գրեթե թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհներ են, քննարկումներ ենք ունենում, որ վստահ ասեմ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ, չեմ կարող ասել, որ ունենք։ Ժամանակի ընթացքում կարծում եմ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման որոշման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ, այդտեղ պայելու բան չկա։ Սահմանադրական դատարանից հաշվի առնելով, որ դիմադիրները տեսեք, ոչ դրական վերաբերմունք են արտահայտել կառույցի գործունեության վերաբերյալ։ Դա կա, բայց մենք չենք կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները, չենք կարող մերժել պետական ինստիտուտները, պետք է մենք հարգենք մեր պետական այն ինստիտուտը, որը
կարող է, եթե կամք դրսևորի, օրինականության շրջանակներում ապահովի ձայնագողության բացակայություն, այսինքն ապահովի այն քայլը, որ ԲԿ-ի 50,000 մարդու ձայն չգողանան։ Այսօր հույս է տալիս այն, կներեք ինչ, իսկ 58,000 մարդու համար շպայքար ենք մենք, 58,000 ձեր հայրենակիցներ, պատկերացնում եք այստեղ հավաքված լինեն, պատկերացրեք այստեղ հավաքված լինեն 58,000 մարդ, 58,000 մարդ, եւ իրենց ձայները ձեր ֆինանսավորող կուսակցության ղեկավարը գողացել է։ Քաղաքականները արդեն տարածում են որոշ լուրեր, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գաստրոլոր է եւ ինչ որ X ժամանակ հետո լքելու է ձեզ, գնալու է ուրիշ երկիր, նման պլաններ կան, թե չէ։ Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում եւ Սամվել Կարապետյանը մասնակցելու է Հայաստանի մենք ամեն ինչ անելու ենք, որ փոփոխություն լինի ու վերակառուցման գնա մեր երկիրը։ Այս խաբեությունները որ հիմա այս մարդիկ անում են, մի ինչ-որ ժամանակ կարող են մարդկանց աչքերն էլի թոզ փչել, բայց ամեն հաջորդ տարին իրենց վստահության տոկոսը անկում է ապրում, անխուսափելի է փոփոխությունը։ Իհարկե, մենք մարտահրավերների առաջ հանդես եկանք, ունեցանք մարտահրավերներ, հիմնական մարտահրավերներն նրանք են, որ այս մարդիկ ինչքան երկար մնան իշխանության, այդքան շատ խնդիրներ ունենք։ Դուք տեսաք, որ առաջի օտարերկրյա երկրի ներկայացուցիչը, որ եկել է Հայաստան ընտրություններից հետո, չի եղել Եվրոպական միության ներկայացուցիչը, չի եղել այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների, չի եղել մեր արևան երկրների ներկայացուցիչը, եղել է Ադրբեջանի նախագահի օգնականը, ով եկել է Հայաստան եւ եղել է այն քաղաքում, որտեղ ոչ աշխատանքային օր եղել է Հայաստանի վարչապետը։ Սա նշանակում է, որ ինչքան երկար այս իշխանությունը մնա կառավարի Հայաստանում, այնքան շատ են վտանգները, այն վտանգները, որի մասին մենք հարյուրավոր անգամ բարձրաձայնել ենք եւ որի մասին վերջապես 2 օր առաջ նաեւ ձեր գոլեգաներից չեմ հիշում, ում հարցին պատասխանելով ընդունեց այսօրվա քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, որ այո, Ադրբեջանում կա այդպիսի խոսույթ, նա քննադատեց այդ խոսույթը, բայց ամբողջ նախընտրական շրջանում հիշում եք ինչքան էին ասում չկա այդպիսի բան։ Ընտրությունից հետո ասեցին որ կա անդիմադիրները դրոշներ են դրել ազգային ժողովում, ինչ դրոշներ, Արցախի դրոշները դրել են խորհրդարանում, սադրում են իրենք էլ Պարոն Կարապետյան, ներողություն, Սամվել Կարապետյանի առաջարկից հետո հանդիպում եղել է Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե չէ պարոն Կարապետյանի հետ այդ հանդիպումը եղել է, թե չէ, դա մեկ, երկրորդն էլ ընդհանուր ընդդիմությունը 500,000-ից ավել քվե է ստացել, ինչու իրենց չեք հորդորում դուրս գան եւ արտարությունը վերականգնեն այդ ճանապարհով, թե սպասում եք սահմանադրական դատարանի ընթացակարգերով ամեն դեպքում մենք կգնանք, ընթացակարգերով կհետևենք ընթացակարգերին, բայց նաև մենք պետք է մի բան հասկանանք, որ ժողովուրդը պետք է իր խոսքը ասի մեկ օր եւ դա լինելու է որոշիչ օր։ Մենք չենք ուզում երբ կլինի այդ որոշիչ օրը։ Դա արդեն մենք կասենք այսօր կարծում եմ ինչքան շուտ ներողություն, ինչքան շուտ է ժողովրդին հանեք փողոց ձեր պնդմամբ արդարությունը վերականգնվի։ Ձեր աշխատանքը, ձեր քրտնաջան աշխատանքը կբերի դրան։ Ես այսօր տեսնում եմ, թե Factor TV-ն ինչ մեծ մղումով է պաշտպանում գողացված ձայների, ընտրակեղծիքների դեմ ինչ պայքար է տանում Factor TV-ն։ Ձեր աշխատանքը կօգնի մեզ։ Պետք է դուք շարունակեք ընտրակեղծիքների դեմ պայքարը, 50,000 մեր հայրենակիցների ձայները գողանալու դեմ։ Ձեր պայքարը, որ այդ օրը շուտ։ Պարոն Կարապետյան, երբ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացիայի հրավերը ուղարկում, ընդդիմադիր ուժերը մի մասը ողջունեցին, սակայն ասում են, որ հրավեր չկա եւ սպասում են այսպես ասած ճանապարհային քարտեզի։ Արդյոք կա ճանապարհային քարտեզ, որը ներկայացնելու եք եւ որով կարող եք ընդդիմադիր ուժերին գրավել ձեր կողմից։ Հիմնական երկու խնդիր կա։ Առաջինը փոշիացումներն են։ Ձայների փոշիացումը բերեց նրան, որ փոքրամասնության, մեր հասարակության փոքրամասնության կողմից ընտրված, անգամ այսքան ընտրակեղծիքներից հետո ընտրված իշխանությունը փորձում է մնալ իշխանության։ Մենք պետք է փոշիացման դեմ ընդդիմադիր ուժերի հետ դա ենք ուզում խոսենք։ Երբ մենք զգուշացնում ենք, ասում ենք, իհարկե պետք է երկկողմանի ընդունենք նաև
մեր քայլերի եւ մեր մյուս գոլեգաների քայլերի անհամապատասխանության հետ կապված հարցերը, բայց պետք է իրար հետ հասկանանք, որ քայլերն են մեզ օգնել այս իշխանությանը ավելի ուշ հրաժեշտ տալու։ Մենք վստահ ենք, որ իշխանությանը հրաժեշտ ենք տալու։ Ուշ թե շուտ, դա մեր քայլերից է կախված։ Հիմնական հարցը այն ուժերը, որ վստահ չեն, որ ազգային ժողով կանցնեն, պետք է ամենայն հարգանքով բոլորի հանդեպ հնարավոր է իրեն քաղաքականության մեջ ավելի երկար են, ավելի փորձառու են, շատ հնարավոր է, բայց չեն անցնում։ Ժողովուրդը փոփոխություն ա ուզում։ Դրա համար ցանկալի է, որ հետագայում էլ չմասնակցեն, եթե իրենք ուզում են այս իշխանության փոփոխություն։ Դուք այստեղ սահմանադրական դատարանում վիճարկում եք ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում, բայց քաղաքացիական պայմանագիրը այսպես արդեն պաշտոններն է բաժանում, ազգային ժողովի նախագահ է ուզում ընտրել, նախագահի հարցն է քննարկում։ Ով ազգային ժողովի նախագահի տեխնացուին շնորհավորեց։ Չեմ հիշում, ով է դա։ Քլեչը, հա։ Հարցը ուրիշ բանի մասին է։ Արդյոք սա չի նշանակում, որ ամեն ինչ ըստ էության ՍԴ-ում որոշված է, սուդյան առած է, ինչպես ասում են։ Ամեն դեպքում մենք պետք է որպես երկրի ինստիտուտ հարգենք եւ կգնանք այս ճանապարհով։ Հույս է տալիս, որ ԿՊԱ-ական երկու գործիչ դուրս է եկել կազմից, նաեւ մտավախություն է առաջացնում, որ նախկին տեխնացուներից մեկը շարունակում է մնալ ՍԴ-ի կազմում։ Բայց ամեն դեպքում կգնանք process-ի ավարտը, ըստ դրա բան կանենք։ Մի բան, որ հաստատ է, իշխանությունը այլևս Ալիևի պատվերով չի կարողանա հանրաքվե անել։ Դրա պատճառով նա դիմելու է բոլոր մեթոդներին մեր թիմում եղած անդամների վրա բռնաճնշումները, ցուցակում եղած հարյուրավոր մարդկանց դեմ բռնաճնշումների փորձը նրա նպատակ ունեն, որ կարողանան ինչ-որ ձև ազդել, բայց չեն կարողանա։ Իսկ դուք ո՞նց եք ճնշումներից պաշտպանելու ձեր թիմակիցներին, որովհետև ամեն օր լուրեր ենք ստանում, թե ձեր շտաբի պետի կնոջը օրինակ, որը Աղավնաձորի դպրոցում 34 տարվա դասատու է, ոնց ենք ամուսինը, ինչա ձեր շտաբի պետն է եղել, ազատել են, ասել են դիմում գրի ազատվի աշխատանքից։ Դուք ո՞նց եք ձեր թիմակիցներին այսպես պաշտպանելու նման ճնշումներ։ Ամեն դեպքում մենք կանգնում ենք մեր ընկերների կողքին, ում ընտանիքի անդամներին աշխատանքից հանել են։ Լուծումներ ենք առաջարկում, մենք լինում ենք իրենց կողքին, նաև ամբողջ process-ի ընթացքում, դատական process-ի ընթացքում մենք հետևում ենք եւ բոլորի հետ ենք։ Չի վախեցնի դա ձեր թիմակիցներին, քիչ-քիչ այսպես վախեցնելով, մեկին գործից հանելով, մյուսին այլ կերպ ճնշելով, մեկին քրեական գործերով, 340,000 մարդուն ինչ-որ ձև կաշկանդեց, 340,000 մարդու, երբ ընտրություններից 2 օր առաջ հարյուրավոր մարդիկ մեր բոլոր գրեթե շրջանային ներկայացուցիչներին տարան 3 օրով 72 ժամ հետո թողեցին։ Որ պետք լինի այդքանը դուրս կգան փողոց։ Դա մեր հայրենակիցների որոշումն է, կարծում եմ, որ կարևոր օրը, կարևոր պահին Երևանյան փողոցի խոսքը։ Պարոն Կարապետյան, օրինակելով էլի փողոցի համատեքստում, պարոն Կարապետյան։ Ինչ եք քննարկել, նրանք ինչ էին առաջարկում, կողմային, որ մանդատները պայմանեք, թե մանդատները վերցնեք, եւ արդյոք եթե սահմանադրական դատարանը ձեր փողոքի մի մասը բավարարի, օրինակ վերակրյակություն լինի, որը օժանացնի, այսքանը բավարար է, որ մանդատները Վերջնական որոշում, ես մեկ անգամ եւս ուզում եմ ասել, վերջնական որոշում դեռ չունենք այդ ուղղությամբ, պետք է նայենք, թե որն է ամենակարճ ուղին Փաշինյանին հեռացնելու, ամենաէֆեկտիվ ուղին որն է Փաշինյանին հեռացնելու։ Օրինակ խորհրդանն է էֆեկտիվ ուղի, Կարծում եմ փողոցի եւ օրենսդիրի համակեցությունը միակ ուղին է։ Շատ են ասում, որ օրինակ ձեր թվականների միշտ խոսում եք, որ այսպես թվականները ասում են, որ արդեն հաղթանակում են, քանի որ իշխանությունը չի սահմանադրական մեծամասնություն։ Բայց սուպեր քննարկումներն են, որ Սամվել Կարապետյանը ասել է, դիմանդներից որ իշխանական նավակություններ, որ ձեր Սամվել Կարապետյանը ասել է, որ մենք չենք հաղթել, բայց ՀՊՆ չի հաղթել։ Սա պարզ երևում է։ Բոլոր հարցումներով 100,000 ձայն քաղաքացիական պայմանագիրը այսօրվա ունեցած ձայներից քիչ էր ունենում։ Չկա որևէ հարցում, տասնյակ հարցումների ենք մենք տարբեր ուղղությամբ հարցումներ ենք ունեցել,
100,000 ձայնի տարբերություն կա։ Դա ձեր համար այսպես շատ հիմնավոր հաստատ է, ասել որ Փաշինյանը պիտի վարվեր։ Հարցումների վերջում կարող Անգամ դրանով այսօր նա 49%, այսինքն մեր հասարակության մեծամասնության աջակցությունը չունի։ Սահմանադրությունը այնպես է գրված, որ այդ դեպքում էլ կարողանում է նա կառավարություն ձևավորել, ուղղակի նրան պակասում էր 50,000 ձայն գողանալ, նա գնաց գողության, ձայների գողության, Հայաստանի քաղաքացիների ձայների գողության։ Ինչ վերաբերվում է մյուս բաներ, մեր հանդիպմանը, մեր աջակիցների հետ, ովքեր մեզ վստահություն են, ասեմ, որ բավական ինտենսիվ քննարկում էր։ Մենք պատրաստ էինք մեր հայրենակիցների կողմից ուղիղ հարցերի, խիստ հարցեր են հնչել։ Ինչին են հակված իրենք։ Տեսեք, մոտապես կարելի ասել 50% համեմասնությամբ կա կարծիքների sense բաշխում, բայց մանդատները վերցնել, չվերցնելը հետ կապված։ նաև պայքարի ձևի մանդատ չվերցնելը դա մի բան է ուղղակի, ոչ այնքան առաջնային, ինչքան վերջնական նպատակը։ Վերջնական նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Եվ այնտեղ քննարկվում է, թե ինչ օրենքով թույլատրված տարբերակներ կան, որպեսզի մենք երկում վերջապես այդ փոփոխությունը ասեցի արդեն, պրոցեսի մեջ է, շուտով կլինի հանդիպում։ Պարոն Կարապետյան, հետընտրական փուլում ով էր ասում, մի քանի հոգել ասում էին չգնանք խորհրդարան իրենց գոլեգաներից։ Պարոն Կարապետյան, հետընտրական Պարոն Կարապետյան, հետընտրական փուլում Շատ լավ։ Վերջնական որոշում կուսակցությունը չունի։ Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան բացի բռնաճնշումներից չեն տալիս։ Բոլոր ով մանդատի տեղերում է, բոլորը մի հատ անցնելու են ԱԾՄ մեկուսարանով նոր այդ մանդատը ունենան։ Հանգիստ եղեք, ոչ մի լավ բան չի տալի, եթե պետքա այդ աշխատավարձ բան ամեն ինչից մենք դրա հետաքրքրությունը կարիքը չունենք, ժողովուրդ, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է։ Բոլոր մարդիկ, ովքեր ցուցակով մանդատների ձևաչափի մեջ են, այսինքն անցնում են ազգային ժողով, իրենք բոլորը բռնաճնշումների տակ են լինելու, իրանք էլ գիտեն, մենք էլ գիտենք, մեր ընկերներն են, բոլորը հետ խոսել են։ Խնդիրը ուրիշ է, խնդիրը նա է, եթե չենք վերցնում, արդյոք ձեզ ֆինանսավորող կուսակցության ղեկավարը չի դիմելու սահմանադրական դատարան, որ մյուս կուսակցությունները անցնեն։ Օրինակ, շնորհապետական եւ մյուս կուսակցությունը։ Արդյոք այդպիսի բան լինելու է, թե չէ։ Կարող եք ճշտել իրենցից։ Կարող եք իրենից ճշտել։ Արդյոք սա գործիքակազմ չէ, որ անցկացնին այնպիսի ընդդիմության, ում հետ հնարավոր կլինի գալ ընդհանուր եզրերի։ Շատ լավ։ Նախ ներողություն եմ խնդրում մեջքով կանգնելու համար եւ երկրորդը պատասխանեմ այդ հարցին։ Հեռացնելու Հայաստանում իշխանությանը հեռացնելու մի տարբերակ կա ամենաէֆեկտիվ։ Դա փողոցի եւ օրենսդիրի համակեցությունն է։ Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, օրենսդիրում 0 ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու։ Եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր, փողոցում 0 մարդ, հնարավոր է այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց է լինելու։ Այդ իսկ պատճառով Հայաստանում փոփոխությունը կարա լինի այս ճանապարհային քարտեզով, պարզ ճանապարհային քարտեզով։ Փողոցը ապահովում է երկրում իրավիճակ, օրենսդիրը ընդունում է ճիշտ որոշում։ Պարոն Կարապետյան, 44-ը հաշվում եք Փաշինյանի Հայաստան։ Ոչ, մենք չենք ընդունում ԿՊ-ի ձայների թիվը, թվականակը, մենք չենք ընդունում, որ ԿՊ-ի
արդեն ստացել է այդքան ձայն։ Ընդունելով կարող Հալո, Ոչ, լեգիտիմության առումով մենք ասում ենք, որ կա իրենց թվականակի լեգիտիմ չէ, իրենց վերջին կուսակի թվականակը այդքան պետք է չլիներ ազգային ժողով, այդքան ներկայացվածություն չունեն իրենք։ Ինչ վերաբերվում է, ինչպես պետք է պայքարենք։ Չենք վերցնում տարբերակ 1, վերցնում ենք տարբերակ 2, որ տարբերակը գնացինք ներկայացնելու ենք, բայց եթե մենք ամեն տարածաշրջանում, ամեն համայնքում չպայքարենք, չկտրենք ԿՊ-ի թևերը, վաղը այս նույն գործիքակազմով ԿՊ-ի թևերը, ես մի անգամ ասեցի ԿՊ-ի թևերը, այսօր ազգային ժողովի նախագահ ասեց դու սպառնում ես կտրել Ալիևի թևերը, ես չգիտեմ ինչ ենթագիտակցական ֆրեյդիզմի շրջանակներում ինչպիսի ենթագիտակցական միավորում է իր մեջ եղել, բայց մենք ցանկանում ենք տեղերում սահմանափակել ԿՊ-ի թևերը, որպեսզի